Կիրակի օրը մարտի 2-ին հայ առաքելական եկեղեցին կնշի բուն բարեկենդանը։ Կազդարարվի մեծ պահքի մեկնարկը։ Մեծ պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին եւ տևում է 48 օր։ Բուն բարեկենդանին մատուցվող պատարագին արդեն կփակվեն խորանի վարակույրները եւ ողջ պահքի ընթացքում փակ կլինեն։ Հաղորդություն չի տրվի բացառությամբ մի քանի տոնական օրերի։ Մեծ պահքի շրջանում որոշակի փոփոխության է ենթարկվում եկեղեցու ծիսական կյանքը։ Կատարվում են արևակալի, խաղաղական եւ հանգստյան ժամերգություններ։ Խորհուրդ է տրվում չկատարել մատաղի արարողություն, քանի որ պահքը կենդանական ծագման սննդից հրաժարվելու պայման ունի։ Մեծ պահքի ընթացքում չի խրախուսվում Սուրբ Պսակի խորհուրդը։ Մկրտության արարողության հետ կապված որևէ արգելք չկա։ Մեծ պահքի առաջին չորեքշաբթի օրը եկեղեցին ապաշխարության հատուկ կարգով ժողովրդին հրավիրում է մուտք գործել պահոց շրջան, իսկ պահքի վերջին օրերին ավագ շաբաթվա հինգշաբթի օրը կատարվում է ապաշխարության արձակման կարգ, բացվում է վարակույրը եւ սուրբ հաղորդություն է տրվում, քանի որ այդ օրը Քրիստոս իր առաքյալների հետ սեղան նստելով հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Մեծ պահքի 7 շաբաթներն օղակող ավետարանական պատմությունները դրախտից արտաքսման, անիրավ տնտեսի, անիրավ դատավորի, անառակ որդու, գալստյան եւ ծաղկազարդի կիրակիները հատուկ ուղերձ եւ խրատ են պարունակում, հրավիրում խորհրդածության եւ ներհայեցողության։ Այցելելով պատարակների, ժամերգությունների եւ խոկման արարողությունների մարդիկ ծանոթանում են ավետարանական ընթերցվածքների խորհուրդներին եւ մեկնություններին։ Պահքի ժամանակ եւ առհասարակ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա եւ հրաժարվի մեղավոր ընթացքից։ Կարևոր է հրաժարվել մոլություններից, ծխախոտից, ոգելից խմիչքից, թմրատեղից, թղթախաղից։ Պետք է խուսափել լեզվի հիվանդություններից, ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից, սազրախոսությունից, գանգատներից, տրտունջներից, նաեւ նախանձից, հպարտությունից։ Իհարկե, մեծ պահքի կարևոր պայմաններից է հրաժարումը կենդանական ծագում ունեցող կերակուրներից։ Սուրբ Անտոն Անապատականը ասում է. հավաքույթների եւ հյուրասիրությունների միշտ ապիր գնալ։ Մի կեր այնքան, որ ամբողջովին հագենաս։ Քո հացը կեր լռությամբ եւ չափավորապես։ Նաեւ տես, որ կերակուրդ լինի համեստ։ Պահք պահողներին եկեղեցու հայրերը խորհուրդ են տալիս շատ աղոթել, ողորմություն կատարել, Աստծո բուժիչ եւ քավիչ զորությունը ստանալու համար։ Հիշեցնում են, որ զղջումի եւ ապաշխարության գործերով, ինքնամաքրման եւ ինքնակատարելագործման ճանապարհով մաքրվում է հոգին, միտքը ազատվում տագնապալի եւ հուսահատ խոհերից։ Մեծ պահքը այս տարի սկսվում է մարտի 3-ին եւ ավարտվում ապրիլի 20-ին, Սուրբ Հարության տոնակատարությամբ։